Մոտավորապես 3 տարի առաջ ես ուղղակի երազում էի նման ալիքի մասին, որտեղ ոչ միայն սովորեցնում են անվճար թրեյդինգ, այլ նաև ցուցադրում են գործարքների մանրակրկիտ վերլուծությունը։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք եւ ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է թրեյդինգ լրիվ անվճար։ Մինչ անցնելը պրակտիկ գործարքներին, ես ուզում եմ, որ մենք խոսենք թրեյդինգի ամենագլխավոր բաղադրիչի մասին՝ կարգապահություն, նույն ինքը դիսցիպլինա, բայց մինչ այդ ես ձեզ ուզում եմ ցուցադրել իմ պրակտիկ գործարքները։ Այստեղ ես 4 րոպեում աշխատում եմ 56,000 դրամ։ Եկեք խոսենք կարգապահության նույն ինքը դիսցիպլինայի մասին։ Ինչու եմ ես ուզում առանձնացնել կարգապահությունը լրիվ առանձին մեկ վիդեոյի մեջ։ Քանի որ կարգապահությունը դա ամենակարևոր եւ ամենադժվար բաղադրիչն է թրեյդինգի մեջ։ Եթե դուք չգիտեք, ասեմ, որ թրեյդինգում բոլոր թրեյդերներից ընդամենը 1%-ն է, որ աշխատում է գումար ստաբիլ։ Ստաբիլ ասելով ես ի նկատի չունեմ, որ ինչ-որ թրեյդեր աշխատում է կոնկրետ ֆիքսված գումար ամեն ամիս։ Չկա այդպիսի ստաբիլություն։ Ուղղակի այդ թրեյդերը, որը որ արդեն իսկ պրոֆեսիոնալ է եւ տիրապետում է թե վերլուծությանը եւ թե կարգապահությանը, այդ թրեյդերը հիմնականում պլյուսով է դուրս գալիս։ Կարգապահությունը դա այն է, որ երբ որ դուք կատարում եք գործարք եւ դուք արդեն իսկ հասել եք այն լիմիտին, ձեր կորուստի այն լիմիտին, որը որ դուք ի սկզբանե պլանավորել էիք, դուք պետք է կանգ առնեք, այսինքն կա ռիսկ եւ money management օրենք, դուք իրավունք չունեք կորցնել օրական ձեր ընդհանուր գումարի բալանսի 5%-ից ավելը, այսինքն եթե դուք կորցրեցիք 5%, վերջ, դուք արդեն պետք է դուրս գաք թրեյդինգից այդ օրը, որը որ շատ դժվար է, ասեմ իմանաք, եթե ձեզ թվում է, որ դա հեշտ է, ես ասեմ, որ դա ամենադժվար մասն է թրեյդինգում, քանի որ ազարտը շատ դժվար հաղթահարվող գործոն է։ Եթե դուք մարդ եք, ով ազարտի հետ շատ մոտ է եւ չեք կարող հաղթել ձեզ, ապա թրեյդինգը միանշանակ ձեր համար չի։ Բայց եթե դուք մարդ եք, ով կարող է պայքարել իր թուլությունների դեմ, հաղթի ազարտը, հաղթի իր մեջ եղած վատ սովորությունները, ապա դուք ունեք հնարավորություն լինել այն 1% թրեյդերների մեջ, ովքեր որ աշխատում են գումար։ Վերլուծությունը դա այդքան դժվար չի։ Հասկացեք, ես ասեցի, որ աշխատում է ընդամենը 1%-ը։ Ինչ եք մտածում, այն 99%-ը չի կարող սովորել վերլուծությունը։ Իհարկե կարող է սովորել։ Ես կարող եմ 1 շաբաթում սովորեցնել մարդուն վերլուծություն, բայց կարգապահության եւ դիսցիպլինա ձեռք բերելու համար պետք են ամիսներ եւ նույնիսկ տարիներ եւ ելի չկա ոչ մի գարանտիա, որ դուք կարողանաք տիրապետել այդ հոգեբանությանը։ Կարգապահությունը շատ դժվար է ձեռք բերել, քանի որ մենք մարդ ենք եւ ունենք ի սկզբանե մեր թուլությունները։ Եթե դուք չեք փորձել ինչ-որ բան, որը կապված է ազարտի հետ եւ մտածում եք, որ դուք ազարտ չունեք, դուք սխալվում եք։ Դուք ուղղակի չեք եղել այն սիտուացիայում, որտեղ որ կիմանաք ձեր ազարտի մասին։ Թրեյդինգը իրենից չի ներկայացնում, որ դուք ամեն օր պետք է լինեք պլյուս։ Ես արդեն իսկ իմ Telegram-յան ալիքում տեղադրել եմ, որ օրինակ այսօր ես գնացել էի մինուս։ Ինքներդ համոզվեք։ Ես մինուս եմ գնացել եւ կանգ եմ առել։ Ինչու եմ ես կանգ առել։ Ինքներդ համոզվեք, ես հնարավոր է, որ այս գործարքից առաջ 10 հատ պլյուս փակած լինեմ, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ես այս գործարքից հետո չկատարեցի կրկին գործարք, քանի որ ես պահում եմ իմ կարգապահությունը։ Թրեյդինգը դա չի նշանակում ամեն օր լինել պլյուս։ Թրեյդինգը նշանակում է մի օր լինել պլյուս, հաջորդ օրը լինել մինուս։ Եվ այդպես ամսվա վերջում ձեր պլյուսները պետք է ավելի շատ լինեն, քան մինուսները։ Պատկերացրեք այսպիսի սիտուացիա, բոքս, բռնցքամարտ, որտեղ որ դուք բարձրանում եք ռինգ եւ դուք իրավունք չունեք նոկաուտով հաղթել ձեր հակառակորդին։
Դուք կարող եք հաղթել նրան միայն աճոկներով, այսպես ասած բալերով։ Այսինքն դուք պետք է ավելի շատ հարվածներ հասցնեք ձեր հակառակորդին, քան հակառակորդը կհասցնի ձեզ։ Եթե դուք օրինակի համար շաբաթական կատարել եք 10 ձելկա, 10 գործարք, ապա դուք պետք է ցկտեք նրան, որ գոնե 6 հատը լինի պլյուս, եւ դուք արդեն իսկ կլինեք շատ ուժեղ թրեյդեր, եթե դուք 10 գործարքից 6 հատը փակել եք պլյուս եւ չեք կատարել ոչ մի կրկնակի խաղադրույք, չեք խախտել կանոնները ռիսկ եւ մանի մենեջմենթի, այսինքն մաքուր եք աշխատել, ճիշտ եք աշխատել եւ վաստակել եք ձեր պլյուսը, ապա դուք լավ թրեյդեր եք եւ ունեք հետագայում մեծ ապագա։ Նայեք, մենք կարող է 3 օր կամ 2 օր կամ 4 օր գնանք մինուս։ Նույնիսկ այն ամենաուժեղ աշխարհահռչակ թրեյդերները, ովքեր որ եղել են ժամանակին, նրանք ունեցել են մինուսավոր ամիսներ, շաբաթներ, օրեր, ճիշտ հասկացեք, թրեյդինգը նրա մասին չէ, որ դուք ամեն օր լինեք պլյուս, դուք պետք է համակերպվեք նաև մինուսների հետ, դա ամենադժվարն է, ասեմ իմանաք, պլյուս լինելը այդքան դժվար չի, ինչքան որ համակերպվելը մինուսին, պլյուս կարող են լինել բոլորը, բայց եթե դուք չունեք կարգապահություն, դուք չեք կարող պահել ձեր բալանսը, որովհետև դուք գնում եք մինուս, կատարում եք կրկնակի խաղադրույք, դրանից հետո էլի կրկնակի եւ կորցնում եք ձեր ամբողջ գումարը, քանի որ չունեք կարգապահություն։ Թրեյդինգը դա կարգապահ մարդկանց համար է։ Եթե թրեյդինգում հնարավոր լիներ միայն պլյուս լինել, ապա կլինեին թրեյդերներ, ովքեր կլինեին աշխարհի ամենահարուստ մարդիկ։ Այսինքն, եթե ես գիտեմ, որ ես 100%-անոց պլյուս եմ փակելու, ապա ես գործարքը կկատարեի ամբողջ գումարով եւ 2-3 օր հետո ես կդառնայի միլիարդատեր։ Բայց թրեյդինգում, եթե դուք ունեք 55-ից 60% հաղթանակի հավանականություն, դուք արդեն իսկ ուժեղ թրեյդեր եք, ուղղակի ձեզ պետք է համբերություն եւ կարգապահություն, շատ դժվար է, հավատացեք ինձ։ Ես դժվարությամբ սովորել եմ կարգապահությունը, վերլուծությունը դա դժվար չի, ես կարող եմ ձեզ բոլորիդ վերլուծությունը սովորեցնել, մի քանի վիդեո էլ որ դիտեք, լրիվությամբ կտիրապետեք իմ վերլուծաբանական գիտելիքներին, ճիշտ է, ձեր փորձը ավելի քիչ կլինի, քան իմը, բայց կարգապահությունը ամենադժվար եւ կարեւոր փաստն է, քանի որ եթե դուք ունենաք կարգապահություն եւ ձեր վերլուծությունը լինի թույլ, ապա դուք կարող եք գոյատևել թրեյդինգում, դուք չեք կորցնի ձեր ամբողջ գումարը, դուք կարող եք մի քիչ գնալ մինուս, օրինակի համար հասկանալ, որ հələ շուտ է, գործարքներ կատարել, կկատարեք գործարքներ այս դեմո գումարով, այսինքն վիրտուալ գումարով, կսովորեք եւ կրկին կվերադառնաք փորձելու իրական գումարով, բայց եթե դուք չունեք կարգապահություն եւ ունեք լավ ուժեղ վերլուծաբանական գիտելիքներ, ասեմ ամենալավ սցենարով դուք 1 ամիս կլինեք պլյուս, կաշխատեք ահռելի մեծ գումարներ, սա ամենալավ սցենարն է, որը որ շատ քաջերը կարող է ունենան, բայց ասեմ, որ ձեր բախտը պետք է բերի, որ դուք լինեք այդ լավ սցենարում, ոչ միայն գիտելիքներով, բայց 1 ամսից հետո դուք կկորցնեք ձեր ամբողջ աշխատած գումարը, դա ամենալավագույն սցենարով։ Ամենակարևորը իմ սիրելի նոր սկսնակ թրեյդերներ, չփորձեք թրեյդինգին վերաբերվել մատների արանքով, այսինքն չմտածեք, թե վերլուծությունը տիրապետելով դուք արդեն իսկ թրեյդեր եք, ոչ, դուք վերլուծությունը եթե նույնիսկ իմանաք 100%-անոց, աշխարհի բոլոր գրքերը կարդացած լինեք թրեյդինգի վերաբերյալ, ունենաք ամենաուժեղ թրեյդերի գիտելիքները, բայց չունենաք կարգապահություն, դուք չեք կարող կոչվել թրեյդեր եւ չեք վաստակի գումար։ Կարող է մի քանի օր, մի քանի ամիս վաստակեք, ուրախանաք եւ հետո միանգամից ամբողջովին կորցնեք։ Գիտեք ոնց է լինում հիմնականում։ Դուք կատարում եք գործարքներ,
կանոնները խախտում եք, կատարում եք գործարքը ձեր ամբողջ գումարի չափով, քանի որ արդեն շատ եք կորցրել, արդեն իսկ կանոնը խախտել եք, ինչ ունեք կորցնելու։ Եվ մնում է միայն աղոթել։ Ասեմ, թրեյդինգում դուք չեք կարող հեռու գնալ, եթե ձեր հույսը տնեք միայն վերլուծաբանական գիտելիքների վրա։ Վերլուծությունը դուք կսովորեք, կարգապահությունն էլ կսովորեք, եթե ուզեք եւ եթե շատ ջանքեր գործադրեք։ Ես ձեզ ուզում եմ մի քանի բառով ներկայացնեմ, թե ոնց եմ սովորել ես կարգապահությունը, ինչերի միջով եմ անցել։ Ուրեմն ես պահպանել եմ ինտերվալ գալադանյա, այսինքն ես սովածության միջոցով սովորեցրել եմ ինձ կարգապահություն, դիմադրել քայտագողությանը։ Ես պարկել եմ սառույցով վաննայի մեջ, մի 10 րոպե մնացել եմ այդ սառույցով վաննայի մեջ, որպեսզի կարգապահությանս մակարդակը ավելի բարձրանա։ Ես շատ ինտենսիվ վազքով եմ զբաղվել, այսինքն իմ ամենամաքսիմալ արագությամբ ես վազում էի 10 րոպե, այն որ 5 րոպե վազում եք եւ էլ տեղ չունեք, էլ ուժ չունեք ուղակի վազելու, բայց ձեր կամքի օգնությամբ, ձեր կամքի միջոցով եւս 5 րոպե կարողանում եք նորից վազել։ Եվ այդպիսի տարբեր մեթոդներով ես կարողացել եմ ձեռք բերել կարգապահություն, բայց ամենակարևոր մեթոդը, որով որ ես ձեռք եմ բերել կարգապահություն, դա հավատքն է, հավատքը Աստծուն։ Հավատքը ինձ տվել է ուժ եւ ես կարողացել եմ դառնալ կարգապահ թրեյդեր։ Եթե դուք մտածում եք, որ թրեյդինգը դա մեղք է, ասեմ, որ չէ։ Թրեյդինգը չշփոթեք խաղամոլության հետ։ Դուք կարող եք թրեյդինգը վերածել խաղամոլության, եթե ձեզ ճիշտ չդրսևորեք։ Դուք կարող եք խաղալ թրեյդինգում, կատարել կրկնակի խաղադրույքներ եւ այլն, չպահել կանոնները։ Բայց եթե դուք պահպանում եք կանոնները, բավարարվում եք ձեր աշխատած գումարով, կանգ եք առնում մինուսի դեպքում, ապա սա մասնագիտություն է եւ ոչ մի տիպի չի կարող լինել մեղք։ Սա կապված քրիստոնեական հավատքի հետ։ Քանի որ ես քրիստոնյա եմ, ես չէի կարող չշոշափել այս թեման։ Շատերին կհետաքրքրի, թե ինչպես ձեռք բերել երկաթե կամք եւ կարգապահություն, եւ ես արդեն իսկ հիմիկվանից ասում եմ ձեզ միջոցները։ Եթե դուք մտածում եք, որ կարգապահությունը դա այդքան էլ դժվար բան չի, ապա փորձեք իրական գումարով փորձեք, ոչ թե վիրտուալ դեմո գումարով փորձեք, որտեղ որ դուք չեք վախենում, չեք լարվում։ Իրական գումարով, ընդամենը $1 կատարեք trade, $1, շատ գումար հələ չեմ ասում։ Եվ դուք կհասկանաք, թե ինչ է իրենից ներկայացնում ազարտը։ Այդ իսկ պատճառով, երբ որ լինի մեր փակ տելեգրամյան ալիքը եւ դուք կարողանաք իմ հետ միասին trade կատարել, մինուսի դեպքում մենք չենք կատարելու դագոն կամ կրկնակի խաղադրույք, այսպես ասած։ Մենք համակերպվելու ենք, մենք փակելու ենք մեր գրաֆիկը եւ դուրս ենք գալու։ Մենք ունենալու ենք եւ պլյուսներ եւ մինուսներ եւ պետք է ուրախանանք, եթե 10 գործարքից կատարենք 6 կամ 7 հատը պլյուսով։ Թրեյդինգը դա կարգապահության եւ համբերատարության մասին է։ Երբեք չմտածեք, որ թրեյդինգով դուք կարողանալու եք հեշտ գումար վաստակել։ Ֆիզիկապես եւ ժամանակի առումով հեշտ է լինելու, բայց հոգեբանորեն շատ ստրեսով լի եւ դժվար։ Այս կյանքում ամեն ինչ ունի իր գինը։ Երբ որ մենք կատարենք պրակտիկ գործարքներ, ես ձեզ ցույց կտամ եւ կսովորեցնեմ կարգապահությունը։ Այստեղ առաջնահերթ կարգապահությունն է եւ ձեր սկզբնական նպատակը պետք է լինի այն, որ դուք ոչ թե աշխատեք գումար, այլ պահպանեք ձեր բալանսում եղած ամբողջ գումարը։ Թրեյդինգի ուղին միշտ էլ բոլորի մոտ նույնն է։ Սկզբից դուք կլինեք մինուս, հետո դուք կլինեք 0 եւ դրանից հետո նոր կլինեք պլյուս։ Չեմ կարող ասել, թե դուք երբ կսովորեք թրեյդինգ, քանի որ դա բոլորի մոտ տարբեր է։ Կարող է դուք սովորեք կես տարում, կարող է 3 տարում, կարող է դուք ֆենոմենալ մարդ եք, ով հենց ստեղծված է թրեյդինգի համար,
եւ մեկ շաբաթում սովորեք, ես չեմ կարող ասել։ Համենայն դեպս կարգապահությունը դա ամենակարևոր բաղադրիչն է թրեյդինգում։ Ովքեր չգիտեն, մենք ունենք բաց Telegram-յան ալիք, որտեղ ես տեղադրում եմ իմ ամենօրյա գործարքները, վիդեոները եւ նորությունները կապված թրեյդինգի կամ ալիքի հետ։ Եթե դուք ուզում եք զբաղվել թրեյդինգով, ապա բաժանորդագրվեք մեր Telegram-յան բաց ալիքին։ Հետագայում մենք ունենալու ենք փակ Telegram-յան ալիք, որտեղ դուք կկարողանաք կատարել ռեալ ժամանակում թրեյդ իմ հետ։ Մենք կունենանք եւ պլյուսներ եւ մինուսներ եւ կփորձենք ամեն ամիս փակել պլյուսով։ Քանի որ սա իրական թրեյդինգի մասին է, ես ձեզ հիմիկվանից ասում եմ մինուսներ լինելու են եւ չկա տրեյդեր այս աշխարհում, ով կասի, որ նրա մոտ միայն պլյուսներ են։ Եթե մեկը կասի, որ նրա մոտ միայն պլյուսներ են, ապա նա ձեզ խաբում է։ Փակ Telegram-յան ալիքը չի լինի վճարովի, այլ կլինի այն մարդկանց համար, ովքեր որ մեր հղումով կգրանցվեն Pocket Option կայքում։ Այդ իսկ պատճառով, եթե դուք ուզում եք զբաղվել թրեյդինգով, ապա հղումը կլինի կոմենտների բաժնում։ Որպես փորձառու թրեյդեր, ես ձեզ խորհուրդ եմ տալիս Pocket Option կայքը։ Չնայած որ ես ձեզ սովորեցնում եմ TradingView կայքով, իդեպ TradingView կայքը լրիվ անվճար է, դուք կարող եք օգտագործել այս գիտելիքները, որ կայքում որ ուզում եք։ Եթե Pocket Option կայքին դուք չեք վստահում, կատարեք trading ուրիշ կայքերով, բայց ես ծանոթ եմ Pocket Option-ին, ես խորհուրդ եմ տալիս Pocket Option կայքը։ Եթե մյուս կայքերի հետ կապված լինեն խնդիրներ եւ ձեզ չվճարեն ձեր իսկ աշխատած գումարը, չգաք եւ չասեք ինչու չեն վճարում մեր աշխատած գումարը։ Խուսափելով նման խնդիրներից, հիմիկվանից ես ձեզ խորհուրդ եմ տալիս Pocket Option կայքը։ Գրանցվեք մեր հղումով, որպեսզի ստանաք մուտք մեր փակ Telegram-յան ալիքին եւ ոչ միայն փակ Telegram-յան ալիքին, այն մարդիկ, ովքեր որ կլինեն գրանցված մեր հղումով, կստանան հնարավորություն շփվել անձամբ իմ հետ եւ ես կպատասխանեմ նրանց բոլոր հետաքրքրող հարցերին։ Եթե ձեր մոտ առաջացել են տեխնիկական խնդիրներ, ապա դուք կարող եք դիմել մեր մոդերատորներին։ Մոդերատորի ակաունտի հղումը ես տեղադրել եմ մեր բաց Telegram-յան ալիքում, որտեղից որ դուք կարող եք կապնվել նրանց հետ եւ լուծել ձեր բոլոր խնդիրները։ Կապված գրանցման հետ Pocket Option կայքում կամ եթե արդեն դուք վաստակել եք գումար եւ չգիտեք ոնց հանել, ապա մեր մոդերատորները կօգնեն, որպեսզի դուք կարողանաք հանել ձեր իսկ վաստակած գումարը Pocket Option կայքից։ Իսկ հիմա կապված այն մարդկանց հետ, ովքեր որ մտածում են, որ ես իրենց պետք է համոզեմ, որ ես լավ թրեյդեր եմ կամ ինչու պետք է նայեն այս ալիքը։ Նա սկսենք նրանից, որ այս ալիքը անվճար է եւ ես ձեզ ապացուցելու ոչինչ չունեմ, բայց ասեմ, որ անվճար է ձեր համար, իսկ իմ համար շատ ծախսատար, քանի որ ես ունեմ դիզայներներ, ովքեր որ ստեղծում են մեր վիդեոների նկարները, ինտրոները, ավատարկեկը։ Ես ունեմ մոդերատորներ։ Միայն այն ակաունտը, որը որ ես ձեզ ցուցադրեցի, աշխատում է 2 մոդերատոր, որպեսզի ամեն ժամի կարողանան պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Ես ունեմ մոնտաժ կատարող մարդիկ։ Ես ունեմ ծրագրավորողների խումբ, ովքեր որ կստեղծեն մեր փակ Telegram-յան ալիքը։ Ես ուղղակի ուզում եմ ձեզ մի թեթև ներկայացնել, որպեսզի դուք հասկանաք, որ ես ընդհանրապես ձեզ ապացուցելու կամ հավատ ներշնչելու ոչ մի բան չունեմ, քանի որ այս իմ աշխատանքով ես արդեն իսկ շատ մեծ գործ եմ կատարում մեր Հայաստանում թրեյդինգի ոլորտը զարգացնելու հետ կապված։ Ես ձեզ ոչ մի բան չեմ պարտադրում եւ չեմ պահանջում եւ նույնը ակնկալում եմ ձեզանից։ Սա անվճար թրեյդինգի ուսուցման ալիք է, որը որ դուք կարող եք հետևել եւ սովորել իմ նման գումար վաստակել կամ կարող եք չհետևել։ Ես մարդ եմ, ով ձեզ ցույց է տալիս իր բոլոր գործարքների պատմությունը։ Ոչ մի ալիք եւ ոչ մի մարդ թրեյդեր Հայաստանում ցույց չի տվել իր կատարած գործարքների պատմությունը, բայց ես, չնայած որ ես ոչ մի կուրսեր չեմ վաճառում, չնայած որ ես ոչ մի վճարովի Telegram-յան ալիք չունեմ, բայց
Այնուհանդերձ ես ձեզ ցուցադրում եմ իմ բոլոր փակված գործարքները, նույնիսկ մինուսային գործարքները ես տեղադրում եմ իմ բաց տելեգրամյան ալիքում, որպեսզի մարդիկ տեսնեն եւ հասկանան, որ սա հեքիաթային մասնագիտություն չի։ Սա այն մասնագիտությունն է, որը որ շատ դժվար է, բայց միաժամանակ շատ հաճելի։ Ես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր որ ապահովում են ակտիվություն։ Առանց ձեզ այս ալիքը չէր լինի։ Ես բոլորիցս շատ շնորհակալ եմ, քանի որ ձեր լայքերը, ձեր կոմենտները, ձեր այն նամակները, որոնք որ դուք արդեն ուղարկում եք մեր մոդերատորներին ասելով, որ ես արդեն գումար եմ վաստակում քո բացատրած մեթոդներով, շատ ուրախացնում են եւ ոգևորում են։ Ես ոչ մի գումար ձեզանից չեմ ակնկալում, բայց ձեր խոսքերը, ձեր ակտիվությունը, ձեր շնորհակալական խոսքերը շատ են ոգևորում եւ ես ուզում եմ անընդհատ նոր եւ ավելի լավ վիդեոներ տեղադրել այս ալիքում։ Մենք պետք է զարգացնենք մեր թրեյդինգի ոլորտը Հայաստանում եւ պետք է զարգացնենք լրիվ անվճար։ Հետագայում, եթե մեր դիտորդները շատանան, մենք կազմակերպենք ռեալ սեմինարներ, որտեղ որ դուք կարողանաք գալ, մասնակցել եւ շփվել անձամբ իմ հետ։ Մաղթում եմ բոլորիդ լավ օր եւ հաջողություն։